տեսել են, որ մեր եկեղեցին ունի ներուժ, որ դա մեգա համաշխարհային հայկական ցանց է, որ կարելի է, եթե իշխանությունը խելոք լիներ, խելացի լիներ, կարելի է այդ ներուժը Եթե այդ ներուժը օգտագործվում է ուրիշների կողմից, եթե մեր քաղաքական վերնախավը մի քիչ շրջահայաց մոտեցում ցուցաբերեր, կարելի է այդ մեգա հայկական ցանցը օգտագործել հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի սպասարկման համար։ Կրկնում եմ, եթե իշխանությունը ուներ անխոցելի փաստեր, որ այդ ներուժը օգտագործվում է այլ աշխարհակաղակական կենտրոնների կողմից, բայց իշխանությունը ինչ արել։ Իշխանությունը վերցրել են քանդող ուրեմն սարքը ու գնացել ուզում է հիմնահատակ քանդի։ Ժողովուրդ ջան, ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելով իշխանությունը, եթե Նիկոլին թվում է, որ ինքը ուժեղանալու է, եթե Նիկոլին թվում է, որ իր իշխանության դիրքերը ամրապնդվելու են, եթե Նիկոլին թվում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը մեծանալու է, եթե իրեն թվում է, որ իրեն հաջողվելու է եկեղեցին այս ճանապարհով առողջացնել, չի լինելու, ցավոք եմ ասում։ Նիկոլին թվում է, որ մի ընդդիմախոսից այսպես ազատվել է։ Ի վերջո լավ եկեք սենց ասենք, ես մի ընդդիմախոսից էլ ազատվեց Նիկոլը։ Նիկոլ ջան, դու ինչ ես ուզում։ Դու ուզում ես Հայաստանը վերածես Բելարուսիայի, դու էլ դառնաս Լուկաշենկո, քեզ քննադատել չի կարելի։ Քեզ ոչ ոք դու անթերի ես, դու չգիտեմ, սենց Թող Ռոբերտ Քոչարյանը քննադատի, ոչ թե Գագի երկրորդը։ Այդ իրենց երանելի բաղձանքն է։